մանկավարժության ուսումնասիրության օբյեկտը առարկան հիմնական հասկացությունները։ Սոցիալական մանկավարժությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց կամ մարդկանց խմբերի ուսուցման, դաստիարակության, սոցիալականացման տեսություն ու պրակտիկան է, որը նպաստում է նրանց սոցիալական կայացմանը, վերականգնմանը։ Մարքսիստական մանկավարժությունը համարում էր, որ կրթության և դաստիարակության մեջ չկա մի ոլորտ, որը այս կամ այն ձևով կապված չլինի հասարակության հետ։ Այդ առումով էլ ամբողջ մանկավարժությունն է սոցիալական։ Ներկա պայմաններում սոցիալական մանկավարժությանն են դիմում հասարակության գրեթե բոլոր սոցիալական խմբերը։ Սոցիալական մանկավարժությունը դիտարկում է դաստիարակության գործընթացը տեսական և կիրառական ասպեկտով, շեղումը կամ միջավայրի ազդեցության ներքո մարդու համապատասխան վարքի դրսևորումը։ Սոցիալական մանկավարժությունը միջառարկայական կապերի մեջ է գտնվում կրթության, սոցիոլոգիայի, դաստիարակության, սոցիոլոգիայի, մանկավարժական և սոցիալական հոգեբանության ու այլ գիտությունների հետ։ Սոցիալական մանկավարժության հասարակական իմաստը սրանում է օգնել մարդուն, որը վտանգի մեջ է, օգնել երեխային, ընտանիքին գտնելու կյանքի կողմնորոշման ճանապարհը։ Սոցիալական մանկավարժության հիմնական հասկացությունները։ Մանկավարժության մեջ հիմնական հասկացություններն են կրթություն, դաստիարակություն, ուսուցում և մանկավարժական գործունեություն։ Սոցիալական մանկավարժության հիմնական կատեգորիաներն են սոցիալական ուսուցում, սոցիալական դաստիարակություն և սոցիալ մանկավարժական գործունեություն։ Սոցիալական ուսուցում, սոցիալականացման գործընթացում երեխան տիրապետում է որոշակի գիտելիքների, հասարակության, հասարակական հարաբերությունների, սոցիալական կարգավիճակների, թերերի, նորմերի ու կանոնների մասին։ Սոցիալական մանկավարժության օբյեկտը մարդն է, նրա սոցիալական փոխգործունեության ընդանուր համակարգը, դրանք արտահայտված տարբեր մակարդակներում, իսկ առարկան դրած փոխգործունեության, այսինքն մարդու սոցիալական կայացման ու զարգացման, սոցիալական կարգավիճակի ձեռքբերման, սոցիալական գործառնության մանկավարժական կողմերն են։ Սոցիալական կարգավիճակը հասարակության մեջ մարդու ունեցած դերն է, որը ենթադրում է որոշակի իրավունքներ և պարտականություններ։ Մարդը միաժամանակ տարբեր դիրքեր կարող է զբաղեցնել հասարակության մեջ։ Սոցիալական դերը որոշակի կարգավիճակ ունեցող մարդու ակնկալվող վարքն է։ Սոցիալական նորմերը վարքի պարտադիր կանոններն են, որոնք մշակվում և կիրառության մեջ են հասարակության կողմից։ Ուսուցման գործընթացին զուգահեռ երեխան պետք է տիրապետի որոշակի համակարգված սոցիալական գիտելիքների, կարողությունների, հմտությունների, որոնք լրացնում են երեխայի կողմից տարերային կերպով ստացած սոցիալական փորձը։ Եթե սոցիալական ուսուցման միջոցով ձևավորվում են որոշակի սոցիալական գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ապա անպայմանորեն ձևավորվում են հարաբերություններ, այդ իսկ պատճառով էլ սոցիալական դաստիարակություն ասելով մենք պետք է հասկանանք նպատակաուղղված գործընթաց, որի ընթացքում ձևավորվում են երեխայի անձի սոցիալական որակները, որոնք անհրաժեշտ են երեխայի հաջող սոցիալականացման համար։ Շնորհակալություն։